Ես կարծում եմ սույն գործով մեղադրանքը ճիշտ իրավական որակման է ենթարկված, կփորձեն պաշտպանել մեղադրանքը համապատասխան փուլում, իսկ թե ինչ նկատի ուներ պարոն Խուդոյանը ասելով, որ սխալ իրավական որակավորում է տրվել, ես չհասկացա։ Անդրադառնալով Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ եւ պաշտպանի կողմից ներկայացված միջնորդության, ինչպես նաեւ կից փաստաթղթերի վերաբերյալ կարող եմ ասել հետեւյալը. Նախ պաշտպանական կողմը ներկայացրել է երկու հիմնավորում բժշկական առողջապահական բնույթի, մեկը լիպոմայի հայտնաբերումն է պարոն Շարբաթյանի մոտ եւ դրա հեռացնելու անհրաժեշտությունը իմ սուղ բժշկական գիտելիքները, որոնք ես ունեմ, թույլ են տալիս ասել, որ լիպոման, եթե չեմ սխալվում, բարորակ ուռուցք է, ճարպային գոյացություն, որը բավականին տարածված երևույթ է եւ ինքնին, եթե միայն լիպոմայի առկայությունը լիներ եւ այն հեռացնելու անհրաժեշտությունը, բնականաբար որևէ նշանակություն չէր ունենա խափանման միջոցի իրավաչափության պայմանների տեսանկյունից։ Այդուհանդերձ նաեւ պետք է արձանագրենք, որ Շարբաթյանի մոտ ախտորոշվել է նաեւ իշեմիկ հիվանդություն, որի վտանգավորությունը առողջության պահպանման տեսանկյունից կարելի է արձանագրել որպես հանրահայտ փաստ, առավել բարձր է եւ վտանգավոր, իսկ այն հետազոտությունները, որոնք ցուցված են նրան, բնականաբար ինտենսիվ միջամտություն են նախատեսում տևական ժամանակահատվածում համապատասխան տեխնիկական միջոցների օգտագործմամբ։ Եվ հաշվի առնելով նաեւ դրսևորած նախորդի վարքագիծը Շարբաթյանի վերաքննիչական դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 30-ի հիմնավորումները, ինչպես նաեւ նրա խնամքին 3, այդ թվում մինչեւ 1 տարի չբոլորած երեխաների առկայությունը, գտնում եմ, որ արկա համակցությունը թույլ է տալիս վերանայել Շարբաթյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը եւ ընտրել առավել նվազդ միջամտություն նախատեսող խափանման միջոց կամ դրա համակցություն, որի ընտրության հայեցողությունը թողնում եմ դատարանին, դիրքորոշում այդ կապակցությամբ չեմ հայտնում, սա մեղադրանքի կողմի դիրքորոշումն էր։ Վարորդի մասնակիցներ դատարանը լսելով կողմերի կարծիքը որոշեց Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառած խափան միջոց տնային կալանքը վերացնել, որպես խափան միջոց կիրառել վարչական հասկողությունը, վարչական հասկողության ընթացքում մեղադրելը պարտավոր է իր բնակության վայրի պրոբացիայի ծառայությունում շաբաթը 2 անգամ ներկանալ եւ գրանցվել, առանց վարորդի իրականացնող մարմնի թույլտվության չլքել բնակության վայրը, չայցելել մարդաշատ վայրեր, զվարճանքի վայրեր, ժամը 23:00-ից սկսած մինչև առավոտյան ժամը 8-ը չփոխել իր բնակության հասցեն, առանց էլեկտրոնային հսկողության վարչական հսկողությունը կիրառվել է առանց էլեկտրոնային հսկողության, իսկ խափան միջոց գրավը 3 միլիոնի դրամի չափով մնում է անփոփոխ, նաև բացակայել խափան միջոց է։ Որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում ստամոքսայից 10 օրյա ժամկետում։ Սա մեղադրյալ Շարբաթյանի վերաբերյալ որոշում է։ Մարտարակի հնարավորություն ունեմ գնալու, եթե մարդաշատ։ Գնացեք մարտարակի։ Վարորդի մասնակիցներ, այսօրվա դատականից այս կողմով կավարտվի։ Քանի որ հանրային մեղադրողը խոսքում անդրադարձա, որ չի